եղա սիրահարվող, սիրող ինձ էլ մերժեցին։ Ես քո ինչն եմ ասել Արամիկ, ջոգում ես բռատ, քեզ մերժում են։ Դու ինչ անես, դու ինչ կարաս անես, որ սա աղջկեքս ձեռվեք են, մեկը մեկից բետար։ Լավ խաբեց ինձ, խաբեց, կողքին բայց ինչքան ժամանակ ու տես ոնց հիմար վիճակում ինձ թողեց։ Բայց մեկա ես չեմ կոտորվելու, ես դիմացկուն աղջիկ եմ, Արամը չի լինի, մեկ ուրիշը կլինի, ինձ արժանի մեկը։ Լավ սիրուն եմ հերիքա, կարի արդեն տուն գնալ։ Արամիկը երգ է նվիրում սրահում գտնվող Սևայր աղջնակին։ Արամիկ? Այդ որտեղից հայտնվեց։ There's impossible to love you. If you don't want, let me know what you believe. Հիմա ոնց անենք, որ ջոգի Արամիկն ով է։ There's impossible for me to give you what you really are. If you don't let me know what you Մենակ ասա հասցնեմ ժամանակին մի եշություն չանի։ Հա, պապ, հասնում եմ։ Լավ եմ, այս տերեխոն ոնց ասեմ, որ ես եկել եմ։ Ոնց գտնեմ ես մեծ տան մեջ, որտեղ կլինի լավ։ Ջան, եկել եմ։ Սպասում էի։ Դե դրա համար էլ եկել եմ։ Որտեվ գիտեի, որ սպասում ես։ Լավ ես, հիվանդ չես։ Չէ, արևս էլ հիվանդ չեմ։ Ինչ լավ է։ Այդ լավը, որ ես եմ քեզ տեսնում, գիտես։ Ուզում եմ գրկես ինձ։ Ես էլ եմ այդ շատ ուզում։ Գրկես ու տանես ինձ։ Կտանեմ, իհարկե կտանեմ արևս։ Ուր կտանես։ Հեռու, շատ հեռու։ Ես քեզ շատ եմ սիրում։ Իսկ դու գիտես ես քեզ ինչքան եմ սիրում։ Հա, էլի շատ։ Լսի ով կա տուն, հա։ Չգիտեմ։ Կարաս դուրս գաս։ Հա։ Բայց նայ, հա, պիտի համոզվես, որ չես բռնվելու։ Հա, զգույշ կլինեմ։ Դե գնում եմ դրան դիմաց ու քեզ սպասեմ, հա։ Գալիս եմ։ Յարիչ, գնա։
Ջան, ջան։ I just wanna hurt you, wanna make your mind. Just wanna take me out of each your mind. Կներեք, բայց ես չեմ պատվիրել։ Ուրացիրություն։ Oh, baby, it's impossible for me to love you. He's the way. Yeah, it's impossible. Oh, baby, it's impossible for me to love you. He's the one who made the way. Impossible to love you. Բարև ձեզ։ Գիտեմ, հիմա կասեք ինչ անշնոր երիտասարդ է, առանց հարցնել, դե կա տեղավորվեցի, բայց Կասեմ, թե չեմ ասի ինչ տարբերություն։ Արդեն հարմար տեղավորվել եք։ ես շատ մեծ ցանկություն ունեմ ձեր հետ ծանոթանալու, ու ես համոզված եմ, որ մեր ծանոթությունը շատ սիրուն ու լավ է ստացվելու։ Եվս մի կատարում մեր գեղեցկուն Արամիկի կողմից։ Արամիկ, Սարա, Սարար ես այդ կտականանք, ցավը տանանք։ իմ անունն է Սարա, Ասեմ, որ շատ սիրուն անուն ունես։ Աստվածաշնչյան։ Աստվածաշնչյան, ես էլ Շահվերդյան։ Աստվածաշնչյան անուն է։ Իսկ Աստվածաշնչյան ազգանունով աղջկա համար ինչ մի հատ երգ ասենք երգիչները տրժեցնեն։ Երգերի հարցում այդքան խստապահանջ չեմ, բայց անունների հետ կապված մի խնդիր ունեմ։ Արամ անունը հեչ չեմ սիրում։ Վայ, ես քո ցավը տանեմ։ Ոնց կարելի է Արամ անունը չսիրել։ Դու չես լսեն լեգենդները, որ ֆռում է Արամ, Արամ, ամեն ինչ կարամ, ինչ էլ չեմ կարում, անում եմ Հարամ։ Չէ, գիտեք, ուղղակի խնդիրն ուրիշ է մի քիչ։ Մենակ չասեք, որ չեք ուզում իմ հետ շփվեք։ Անկեղծ եմ ասում, ինձի ապշիրնի ինֆատ կխպից տուտ գյոլլա հիվանդանոց, տենց բան չասես։ Հայ, ես պրոստը չեմ պատկերացնում, կմեռնեմ ես, քո պես սիրուն աղջիկը ինձ ասի, չէ, ես… Խնդիրն ուրիշ է։ Չեմ ուզում ինձանից վիրավորվեք ու մտածեք, որ ձեր անունի դեմ ինչ-որ բան ունեմ։ Ուղղակի այդ անունով մարդ ա եղել իմ կյանքում, ում ես պիտի անպայման մոռանամ ու շատ եմ ուզում մոռանամ։ Պարզա։ Ասում եք պարզա, որ չմտածեմ վիրավորել եմ ձեզ։ Չէ, ոնց են ասում, ասում է մի տնից չենք, մի հալի ենք, որ էտը անկեղծ լինեմ, ես էլ մարդ կա, որ ուզում եմ մոռանամ։ Իսկ կարող է անունը Սարայա պատահմամբ։ Բացառված է, Աստված չանի տենց բան լինի։ Լսի Սարա, ասում եմ մտքովս գիտես ինչ անց, հա։ Աշկիս ես օբյեկտի վրա գրելու են լքվածները, ու այսենց մենք հավաքվելու ենք մոռացվածներով էլի, ծանոթանանք, շփվենք, ասենք, խոսանք։
Մրսես, անկող լուստոր ես վեր կացել։ Չեմ մրսի, անկողնում ավելի ցուրտ է, քան քո գրկում։ Կմրսես, ինչ ես խոսում։ Չեմ մրսի, արի գնա։ Չէ, սպասի։ Որ սպասենք, դուրս կգան ու մեզ կտեսնեն։ Ոչինչ։ Ինչի չեն գնում։ Համբերի բալես, համբերի։ Գնանք ճանապարհին կխոսանք։ Ասում եմ չենք գնում, վայ։ Չենք գնում, բալես։ Մի հատ տեսնեմ երեխեն հանգիստ է։ Ո՞ր է երեխեն։ Ինչի ինձ չես տանում։ Որովհետև քեզ համար այստեղ ավելի լավ կլինի։ Ինձ համար քեզ հետ է լավ։ Բայց ես ոչ մի բան չունեմ, տեղ չունեմ քեզ տանելու։ Հայ բլա, քեզ ուր տանեմ, ուր։ Ուրեմն այստեղ կմնանք երկուսով։ Չէ, գանձեր, չէ։ Ես չեմ կարող քո հետ այստեղ մնամ։ Տար ինձ քեզ հետ ուրեմն։ Լսին, ես մի արա, էլի որ ես ինձ վատ զգամ։ Դու ինձ ասում ես, որ միշտ միասին ենք լինելու։ Հա, էլի միասին ենք։ Քեզ թվում է ես կթողնեմ, որ մեզ բաժանեն։ Տար ինձ էլի, արի իրար հետ գնանք։ Բա որ սովածանաս, ես քեզ ինչ եմ տալու, տեսա։ Որ քունդ տանի, որտեղ եմ պարկասնելու քնես, ես ինչ եմ անելու։ Չեմ սովածանա, չեմ քնի, կամ կքնեմ նստարանին։ Լս ինչ ես ինձ նեղացնում։ Տար ինձ քեզ հետ, պապ, աղաչում եմ։ Ոչ։ Որ չէ, ինչի ես եկել։ Որ քեզ տեսնեմ, որ ասեմ ինչքան եմ քեզ սիրում։ Որ ինձ սիրեիր, քեզ հետ կտանեիր։ Լավ, արի մոտս, արի մոտս։ Գնա այստեղից, դու ինչ ես սիրում, ես քեզ պետք չեմ։ Ախ, ես քեզ շատ եմ սիրում։ Դու ես իմ կյանքի իմաստը, ես քո համար եմ ապրում։ Խաբում ես։ Այդ մի բանը չպետք է ասեիր։ Ում ասես խաբել եմ, բայց քեզ հաստատ չեմ խաբի։ Եթե ինձ շատ ես սիրում, տար քեզ հետ։ Կտանեմ կյանքս, կտանեմ։ Բայց լավ գիտակցելով, որ մեղք եմ գործում, կտրելով քեզ այս ապահով կյանքից։ Ինձ քեզ հետ լավ է։ Վլադ, ինչ եղավ գտակ Խորենին։ Չէ, դեռ ճանապարհին եմ։ Վլադ, խնդրում եմ էլի, որ գտնես Խորենին անպայման զանգի, որովհետև անհանգիստ է։ Երեխեն քնեց։ Հա, նոր քնեց։ Դե դու էլ պարկի, ուշը արցեն։ Չէ, Վլադ, սպասում եմ։ Մի լուր լինի զանգի ինձ տեղյակ բայի։ Ալդան է պարկի քնելու ասում եմ։ Վայ Տեր Աստված։ Ինչ եղավ։ Ուֆ, լույսերն անջատեցին, ինչ եղավ։ Մենակ ետ էր մեզ պակաս։ Լավ, Վլադ, սպասի գնամ մոմ գտնեմ էլի, որովհետև հեռախոսս էսա կնստի։ Մի անջատի, հետս խոսալով գնա։ Ալա, թու, ոնց չանջատեմ, որ արդեն անջատվեց։ Տեր Աստված։
Ոչ ծավանջեր։ Միլա։ Գնանք, պապ, գնանք։ Միլա ցուրտ տա ներցանցի կմրսես։ Իջացրու երեխուն։ Լսի դու չես ասելու ես ինչ անեմ։ Լսի ինչի ես եկել։ Ինչի ես երեխու կյանքը փչացնում։ Ինքին պապանա եկել է ինձ տանի։ Որ ուր տանի։ Հիվանդանոց, գժանոց, թե բանտ։ Մի ասեք, տետ։ Կակի կոշիկներդ։ Ինչ ես սառած կանգնել, դե ասա երեխուն, որ իմանա, որ դու 3 տեղ ունես, որ դու լավ տեղ երեխուն չես կարող տանել, որովհետև չունես։ Քիչ խոսա։ Այդ դու բերանդ փակի ու մի խոսա, դու շատ ես երեխուն կարող ես Կարմենի օրը գցես։ Լսի Կարմենի դժբախտության պատճառը մենակ դուք եք։ Դուք եք Կարմենին այդ օրը գցե։ Ու վտանգը մեծ է, որ ես երեխուս էլ կարակ տենց դժբախտացնեք։ Ինչ պիտի տակ, բացի փողից։ Սաղատել եք էլի։ Լսի։ Այս աղջկան քիչ առաջ ես հեքիաթ էի պատմում, մի բան, որ Կարմենի համար չեմ արել, ու եթե պատմեի հաստատ ուրիշ մարդ կդառնար Կարմենս։ Մի հեքիաթով մարդ չեն դառնում։ Հեքիաթ պատմելը քիչ է։ Մի քիչ սեր պետքա տակ։ Պետքա ջերմություն տակ, որը դուք չունեք։ Ու այդ բառերիցս կարած չնեղվես, որովհետև հարուստներին է բնորոշ։ Արի գնանք, հա, խնդրում եմ։ Եթե երեխուն տանես, քեզ շատ շուտ կգտնեն, հեռու չես կարող գնալ։ Ձեզ ոչ մեկ չէր խնդրում հենց իմ երեխուն վերցնեիք մանկատնից։ Եթե դու լավ ծնող լինեիր, մանկատուն չէիր տանի երեխուն։ Դու էիր մնացել վրես խոսաս։ Մի բան չգիտես, ելույթ մի ունեցի, տիկին ջան։ Թե ձեզ մոտ ժառանգական է մանկատուն տանելու այդ պրոցեսը։ Շանոյի հետ խոսացիր համաձայնության եկաք, բայց մեկը էլի անհանգիստ է շատ։ Վիրահատություն է սպասվում Սոս ջան, ու վիճակն էլ անորոշ է։ Ես հանգիստ կլինեմ մենակ այն ժամանակ, երբ համոզված լինեմ, որ Ժանոյի հետ ամեն ինչ նորմալ է ու էլ ոչ մի խնդիր չկա։ Դու կհասնես այն բանին, որ Ժանոյի առողջականը լրիվ լավ կլինի։ Լավ կարծիք ունես իմ մասին։ Կարևորը ճիշտ։ Դու շարունակում ես ինձ ամենակարող համարել նույնիսկ այն բանից հետո, որ ես չկարողացա փրկել մորդ։ Բայց դու յոալի ամեն ինչ արեցիք։ Հա, արեցինք։ Ցանել հենց հետո, որ ամեն ինչ արեցինք, բայց մահը ամենահզոր գտնվեց։ Շանոյի վիճակը ծայրահեղ չի։ Բայց ես չգիտեմ, թե կյանքն ինչ է նախապատրաստ են ինձ համար։ Ու հեչ կարևորել չի, որ ծայրահեղ լինի վիճակը, եթե մահը գա Աստված ջանի։ Ես ինչ կարող եմ անել։ Ոչինչ։ Ինչ կարող ես արդեն անում ես։ Կողքիս ես։ Դրանից էլ լավ բան։ Ինչի՞ չես խոսում։ Չեմ խոսում։ Քո լռությունն ինձ սպանում է։ Իսկ ինչի ես դու իմ լռության մեջ դիտավորություն դեստում։ Դու էլ խոսիր, որ ցրես բոլոր կասկածները, որ ծնվում են լռության մեջ։ Իմ լռությունը ինֆորմացիայի պակասի հետևանք է։ Ես քեզ չեմ ասում նոր հեծանիվ կորինես։ Ես ուզում եմ, որ ասես ով է սպանել, ով է կրակել։ Եթե իմանաս էլ ոչ բան չես կարող անես։ Դու մենակ կին, իրանք մեծ հնարավորությունների դեր մարդիկ։ Ով է հնարավորության տեր։ Մոնթեն։ Չէ։ Դու երևի Ալիքին նկատի ունես։ Հավանաբար Ալիքն է կրակել։ Չէ։ Ուրեմն Մոնթեն։ Չէ։ Ինչ եղավ քեզ։ Կարող ես ասես, որ այդ գիշեր իրանք չեն եղել Առնոյի տանը։ Եղել են, բայց չեմ տեսել ով է կրակել։ Իսկ կարող է իրանք արդեն քեզ գտել են ու կաշառել։
Չես համաչում, ես ինչ ես ասում։ Ես ոնց կարա իրենց բան անեի։ Պարզապես ինչ։ Ես ներսում չէի կրագոցի պահին։ Ես ինչի չեմ հավատում քեզ։ Ինչի այնց թվում, որ դու ինձ խաբում ես։ Ես ինչ շահ ունեմ քեզ խաբելու։ Իբրես մեկը աչքից լույսներ, հիմա էլ մյուսը եկավ։ Որ մի քիչ էլ ստեղ մնանք, կարող է երրորդն էլ գա։ Վլադ։ Խորեն մի արա։ Այդ ինչ եմ անում, որ ամեն ինչ մի տենց արագ գտար ինձ, որովհետև գիտե ինչի համար ես եկել։ Հա, եկել եմ ստեղ, որ Միլային տանեմ, ճիշտ ես։ Խորեն, Վլադը մեզ կտանի, արի գնանք։ Վլադը իր աղբոր հետ կգնա, իսկ դու կմնաս Միլա։ Բայց ես չեմ ուզում մնամ։ Լսի երեխուս հետ տենց տոնով չխոսաս։ Ստեղ ես ձեր համար Վլադը չեմ, ինչ չխառն եք հանկարծ։ Լսի քեզ ինչ եմ ասում, հիվանդ աղբորը վերցրու գնա, քանի ալիկը չի եկել։ Հիվանդը դուք եք, որ ինձ ու երեխուս չեք հասկանում։ Հասկանում եմ։ Ես քեզ հասկանում եմ, բայց ճիշտ է երեխուն ստեղ թողնելն է։ Լսի խելոք տղա ես, տենց ուղեղդ էլ աշխատում է։ Հələ մի հատ մտածի էլի, սրանց մոտ երեխա թողելը ապահով, հա իսկապես։ Իմ մար ապահով տեղը մանկատունն է։ Բայց ես չեմ ուզում մնամ։ Լսի, մենք քեզ կօգնենք, որ երեխան քո հետ լինի, բայց ոչ այս ձևով։ Եթե դու իմաստեղից երեխուն տանես, դուք հաստատ էլ իրար հետ չեք լինի։ Իրանք ամեն ինչ կանեն, որ դուք միասին չլինեք։ Չէ։ Դու մեծ մի խոսա, թե կարծում ես բոլոր երեխեքից կարող ես մեզ զրկել։ Ես այդ երեխուն չեմ տարել զորով, դուք եք ինձ տվել։ Լսեք, դուք ձեր հարցերը իրար մեջ պարզեք, իսկ ես իմ երեխուն ուզում եմ վերցնեմ ու գնամ։ Լսի, մի արա, խնդրում եմ։ Հանուն այն օրվա, որ դուք միասին լինեք, այս սխալը մի թույլ տուր։ Հետո այս սխալը քո դեմ են օգտագործելու։ Ինձ լսի։ Լսի, դու իմ ներվերի վրա արդեն ազդում ես, գիտես։ Իմ պապան եկել է ինձ տանի։ Փաստորեն ստեղ ես ապրում, հա։ Ստեղ եմ ապրում։ Շատ լավ է։ Դե վաղը կգամ հետևիցդ գնանք մի հատ լավ տեղ։ Չէ։ Որ սարև։ Փաստորեն չես մոռացել, հա, Լեն Արամին։ Չէ, ուղղակի առանց զգուշացնելու մի արի, որ հանկարծակի չգամ, հա։ Պրոբլեմ չունես դու։ Ոնց որ տրամադրությունդ լավ է, հա։ Ասենք ինչ միամիտ ու ապուշ հարցեր։ Քոպես սիրուն աղջիկա կողքը, իմ տրամադրությունը պետք է միլիարդ լինի։ Նենց է, որ ես էլ չեմ բողոքում։ Դե, Սարա ջան, ուրեմն միջև վաղը։ Մինչ վաղը։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ես իմ աղջիկն եմ։ Հա, էլի, իմ աղջիկն եմ։ Ինչ գործ ունի ուրիշի մեքենայի մեջ։ Կներ ես օրս։ Չէ, գրքի ինձ տար քո հետ։ Կտանեմ, ցավը տանեմ, կտանեմ, բայց հիմա չէ։ Ես հիմա գնում եմ, բայց հետո անպայման կգամ, հա, կվերադառնամ։ Կգամ քո հետևից։ Ուր ես գնում։ Գնում եմ։ Մի հազար ցավ տանեմ։ Գնում եմ։ Գնում եմ, բայց անպայման գալու եմ, որովհետև մենք պետք է միասին լինենք, հասկացար։ Մենք միշտ միասին ենք լինելու, բայց հիմա չէ։ Մի քիչ պետք է սպասես, հասկացար։ Ես այս խորին ինչ եմ ճանաչում։ Ես ինչ ժողով է։ Ես որ սաղ այդտեղ հավաքվել եք, պապային ինչի չեք բերել։ Ալիկ, ես… Դու հետո կարտահայտվես, սպասում ես անհաջող եղբայրներին լսենք։ Ես գնում եմ օրևս։ Չէ, մի գնա։ Չէ, ես հետո կգամ, հա։ Կանգնի խորեն, սպասի։ Ավարտվեց։ Տուն գնալու ժամանակն է։ Չէ։ Ալիկ, մի արա, մեղ կա։
Ինչ եմ անում։ Տուն եմ բերում երախուն։ Ես իչելի քնած էիր մնացել, որ այսքան մարդ է հավաքել իր գլխին։ Կանգնի։ Լսի, շատ եմ խնդրում, կանգնի։ Ես քեզ լացացրի, ես քեզ ցավացրի, ով եմ ես, ով։ Կանգնի, ուր ես գնում։ Քեզ ինչ ուր եմ գնում, հա։ Ինչ ա ուզածդ։ Արի տանեմ քեզ տուն։ Ինչ տուն։ Ես տուն չունեմ։ Եթե ես տուն ունենա, երեխուս կտանեի, հասկանում ես, երեխուս կտանեի ընդ է։ Հախր դու լավ չես, դու օգնության կարիք ունես։ Ինձ օգնություն պետք չի։ Ինձ մի ճանաչի, մի խղճա, մի արի իմ հետևից, հասկացար։ Լավ, գոնե ասա ուր ես գնում։ Ում ասեմ, քեզ։ Խորեն։ Վայ, մամա։ Հա, ուրիշի մեքենայով եմ եկել, ուրիշ մարդ ա ինձ բերել, ինչ ես ասում, ասա։ Զանգերից չես պատասխանում, գալիս ես ուշ, հիմա հայտարարում ես, որ ուրիշի մեքենայով ես եկել։ Ես վատ բան չեմ արել։ Իսկ ըստիս քո բոլոր քայլերը քննադատելի են։ Քանի կար, ասում էր, որ պետքա նշանվես։ Քեզ համար խենթացող տղա կա, պետքա գար, ինձ հետ ծանոթանար, քո ձեռքը խնդրեր։ Մամա, լավ։ Այդպես է մնացիք նրան սպասելով։ Մինչդեռ հայտնվեց մեկ ուրիշը, ու հիմա էլ իր մեքենայով ես քարշ գալիս։ Մամա, իմ վրա ծիծաղել պետք չի։ Քեզ վրա ծիծաղելը կնշանակի ես ինձ վրա եմ ծիծաղում։ Մամ, ես հոգնել եմ խաբված լինելուց։ Հոգնել եմ սուտ բաների հավատալուց։ Ես ուզում եմ սիրված լինեմ, մամ։ Հազիվ մեկը հայտնվել է, ով նկատել է իմ գեղեցկությունը, ուզում է գնահատի ինձ։ Մամ, ես ուզում եմ իրան շանս տամ։ Այսինքն ինչ ամնում ինձ անել։ Համակերպվել, մամա։ Դու պիտի թողնեիր, որ ես քեզ հետ գայի։ Ես պիտի խորենի կողքին լինեի, պիտի օգնեի նրան։ Դու ամենակ ասելով չի, պապ։ Դու պետք է անդեղ լինեիր, պետք է տեսնեիր ինչ կատարվեց։ Ու փառք Աստծո, որ կարողացա գոնե նենցանամ երեխուն չտանի Ալիկյանց տնից։ Բայց ինչ մեղք են։ Հիմա պատկերացնում երկուսի վիճակը, ինչի պիտի իրանց բաժանեին կամ ինչի հենց Միլան։ Հա, շատ հուզիչ տեսարան էր, խորենը կոտրված էր, ես իրան առաջին անգամ էի այդ վիճակում տեսնում։ Հիմա ուր ա գնացել։ Դե հենց էդ է խնդիրը, գնալու տեղ չուներ, ուր գնար։ Ու այդքանը իմանալով թողեցիր, որ գնա։ Ես ընկել էի հետևից, խնդրում էի, որ նստեր ավտոն։ Ամեն ինչ արեցի դրա համար, բայց ինչ, ինձ ուղարկեց գրողի ծոցը։ Ես չգիտեմ ինչ էր կատարվում այդ տղու հետ։ Իրա մտքերի մեջ ընկած էր կամ իրան տենց էր պետք է այդ պահին, մի խոսքով։ Խորենը շատ է սիրում իր երեխուն։ Շատ է սիրում Իլային։ Սիրում է, որ չտարավ, սովածոց արավ փողոցները չգցեց, չզրկեց միասին լինելու վերջին հույսից։ Լավ չես, մի բան ասա Վլադ։ Հա, ես իսկապես լավ չեմ, ես զարմացած եմ, շոկի մեջ եմ, այդ իմ տեսած մարդը լրիվ ուրիշ մարդ էր։ Աստվել ես, հա։ Ազդված եմ, հա, իսկապես, ինչ մեղ կստակցնեմ։ Խորենը լավ է իրա, բացառիկ, ես կյանքում տենց հայր չեմ տեսել, ես չգիտեմ։
ուրիշ սիրով ասիրում ինքը Միլային, բացառիկ սիրով։ Եթե դու տեսնեիր իրենց հարաբերությունները, իրենց շփումը, դու դժվար թե պատկերացնեիր, որ մեր իմացած խորենը կարա տենց լինի։ Դրա համար էլ էդ երեխան այդքան սիրում է իր հորը, այդքան կապված է խորենին։ Այնքան նուրբ ու սիրալիր էր երեխու հետ, որ ես նայում էի ու մտածում էի կարամ ես իմ երեխու հետ տենց լինեմ։ Դու արդեն լավ հայր ես, Վլադ, դու շատ լավ հայր ես։ Դե հակու աչքին կարող է, բայց իրականում ես շատ հեռու եմ խորենի նման իդեալական հայր լինելուց։ Վերջա, դու քոնն ասեցիր ու էլ քեզ համոզել չի լինի։ Լավ այրա, դրա համար էլ իրան իրավունք է վերապահում պապային չներելու։ Իրա մոտ, իրա պատկերացման մեջ հայրասվածը ուրիշ կերպ է ընկալվում։ Տեսնես հիմա ուրա, ինչ է անում, ինքն էլ դեռ տենց թույլ։ Այնքան վատ էր։ Շատ կուզենայի հետը լինեի, չթողեց։ Սիրում եմ քո այս վիճակը, երբ շատ բարի ես ու անկեղծ, որովհետև իմ իմացած Վլադը այսենց է միշտ եղել։ Թել ինչ մի ինձ դրել գովում ես։ Չեմ գովում, ինչ կա այդ եմ ասում։ Ես գիտես ինչքան կարևոր է քո խոսքերը իմ համար։ Վլադ, վաղ կլինի Մարտայի հետ երեխեքին տանեմ մանտալու։ Մարտային ինչ կպսրեցիր պոչիտ։ Դե ուզում եմ, որ ինքը երեխու հետ շփվի, համար ես մենակ չեմ լինի։ Լավ, գնացեք, բայց զգուշ կլինես ու ուշադիր, հա։ Ես պապային ասեմ ես մասին, թե դու կասես։ Չէ, ոչ ես, ոչ էլ դու։ Իրա գլուխը հիմա խառն է, խորենով է տարված, հիմա ավելորդ անգամ լարվածություն ստեղծել պետք չի։ Որս սարե, որ այս ինչ են բաց թողի արա երկու աղբեր իրան միս են կերեք, ես ինձ թե չեմ էլ եմ մի քիչ լրվեի, վրեքներ որս լավ անց, որս սարե։ Յա, օրվա հերոսուհի, ես ինչի ես նեղված, հլա արի նստի մի հատ խոսանք դենանք ինչ է եղել, արի։ Օպա, նստի, դե հլա ասա դենանք ես նեղված։ Դու ինձ մի անգամ տարար խորենի մոտ, էլի կտանես։ Միլա, այ Միլա ջան, արի դու գնա պարկի քնի, վաղը կխոսանք, հա։ Չեմ ուզում քնեմ, ուզում եմ գնամ խորենի մոտ։ Չես ուզում, լավ, կայնի Արամիկը քո համար մի հատ լավ բան մտածի, արի ստեղ պարկի, մի բան պատմեմ, տենց խոսանք իրար հետ, հա։ Չես ուզում։ Բայց ես ուզում եմ գնամ խորենի մոտ։ Ախր ստեղ քեզ սաղ սիրում են, նա ինչ լավ են վերաբերվում, նա ինչ լավ անցնում ամեն օր, դու էլ կպել ես խորեն, ինչ ես ուզում այդ խորենից։ Ինչ կարծիք ես ճիշտ չեմ ասում, հլա ասա տենա։ Բայց ես խորենին եմ ուզում։ Այ Միլա ջան, ես այդ գժոտ խորենին ուր դուց գտնեմ այս ժամին։ Արի դու մի նեղվի, արի դու պարկի քնի, վաղ կխոսանք այդ թեմայով, իրար հետ կպայմանավորվենք, կջոկենք ինչ ենք անում։ Լավ, մի նեղվի, սաղ լավ է լինելու, ես քեզ խոսք եմ տալի, ծով տան։ Չէ, ես իմ երեխուն չեմ տա, իմ երեխեն պետք է միշտ իմ հետ լինի, ես կռիվ եմ տալու իր համար, չի լինի տենց բան, իմ երեխեն պետք է միշտ իմ հետ լինի, չի կարա տենց բան լինի, չի կարա տենց բան լինի, տենց բան չի կարա։ Ես գալու եմ իմ երեխու հետևից, ես գնալու եմ իմ երեխու հետևից, իմ երեխեն պետք է միշտ իմ հետ լինի։